Շարունակում ենք ծրագիրը եւ իհարկե հաղորդման այս հատվածում արդեն մեզ է միացել վերլուծաբան Արմեն Չիբուխչյանը, բարի երեկո Արմեն եւ շնորհավոր տոնը։ Այո։ Վետերանների եւ բոլոր զոհվածների Ամերիկայի զոհվածների։ Այո։ Այսօր մենք հարգում ենք բոլոր իդեպ շատ լավ տոն է ու Միացյալ Նահանգներում դա շատ, այսպես ասած, մեծ է։ Եվ ինձ շնա դուր գալի որ բոլոր զոհերին է, ոչ թե այս պատերազմը, այն պատերազմը, բոլոր այն ամերիկացիները, որոնց կյանքն են տվել Միացյալ Նահանգների համար։ Մենք արդեն խոսեցինք այդ մասին եւ մեզ համար իմ ու Արուսյակի համար սա անսպասելի էր լրիվ, իսկ հուսանք քեզ համար ոչ, որտեվ մայիսի 26-ին վաղը Հայաստան կժամանի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Սա սպասելի էր քեզ համար, որտեվ ոչ մի բան չեմ հիշում սրան բանանող էլի, որ կարող է նման բան տեղ ունենալ։ Տեսեք, եթե ես ասեմ, որ սպասելի էր, այսպես բարձրավոր խափած կլինեմ, որովհետև բնականաբար այնպես չի, որ սպասում է, որ Ռուբիոն գալու է Հայաստան այս ընտրություններին, բայց այդ մասի խոսակցություն չկա։ Բայց որ ասեմ անակնկալ էր, չէ, ասեմ ինչու, որովհետև մենք տեսանք օրինակ նույն Հունգարիայում, ասենք ենթադրենք ընտրություններից առաջ ակտիվ այցեր սկսվեցին Միացյալ Նահանգների ներկայացուցիչների կողմից, բայց այստեղ մի բան կա, մի տարբերություն կա, ինձ հետ բնականաբար սա դիտվելու է որպես աջակցություն գործող իշխանությանը, բայց մենք այստեղ պետք է մի կարևոր բան հասկանանք։ Նախ պետք Ռուբիոն J.D. Vance չի։ Ռուբիոն ես մի քիչ կասկածում եմ, որ ինքը կկանգնի այդպիսի հայտարարություններ նույն ոճի մեջ կանի, ինչպես J.D. Vance-ը, ամեն դեպքում Ռուբիոն պրոֆեսիոնալ դիվանագետ է ու այստեղ ինքն էլ է հասկանում, Թրամփի եւ J.D. Vance-ի ոճից ինքը տարբերվում է։ Բայց մի հետաքրքիր արտահայտություն արեց Արարատ Միրզոյանը, ասեց մենք այս այցի վրա աշխատել ենք բավականին երկար։ Հիմա տեսեք, ստացվում է ինչը, իսկ մենք գիտենք, որ Ռուբիոն ընդհանրապես պետքարտուղարը դա, տեսեք, դա իհարկե մեծ բան էր, որ ամենափոխնախագահն է այցելում Հայաստան, բայց պետքարտուղարի գործոնը մի փոքր այլ է, պետքարտուղարը ավելի կոնկրետ բաների համար պետքա գա, այսինքն քաղաքական աջենդա պետք է ունենա։ Հա, եւ այստեղ պետքա հասկանանք իսկ ինչ են պայմանավորվել, ինչու են երկար աշխատել, ինչ էլ պահանջել ամերիկյան կողմը, ինչ պետքա ստորագրվի։ Հիմա տեսեք մի քիչ փակ ապահովում տարբեր խոսակցություններ են գնում։ Ոչինչ չեն ասում։ Ասում են պետք է ստորագրվեն ինչ-որ բաներ։ Այո։ Իսկ դու բանը trip-ը չես տեսնում ես բանը։ Տեսնում եմ։ Ոչ միայն trip-ն եմ տեսնում, այլև ես ուրիշ բաներ եմ ուզում այստեղ տեսնել։ Օրինակ, բացի trip-ից, այստեղ կարևոր կլինի ատոմակայանի հարցը։ Եթե կարողանան ատոմակայանի հարցը հստակեցնել, դա շատ կարևոր է, որտեղ մենք վերջերս որտեղ ասում են չենք որոշել դեռ, չէ՞, հիմա ստերեոտիպին։ Ավելին ասեմ ձեզ, ես ունեմ տեղեկություններ, հստակ տեղեկություններ, որ Երևանյան դիալոգի շրջանակում, երբ որ Արարատ Միրզոյանը հրավիրել երիտասարդների հետ հանդիպում ունեցել, փակ հանդիպում ունեցել, այնտեղից ներսից տեղեկություն ունեմ, որ Արարատ Միրզոյանը շեշտը դրել է, որ այսինքն ինքը կրկնել է այն նարատիվը, որ մոդուլային ատոմակայանները դեռ փորձարկված չեն եւ այլ այսպես շարունակ, չնայած երբ որ ես այդ արտահայտությունը արեցի, իմ ալիքայսկը բացահայտում արեցի եւ խնդրեցի, որ արտգործնախարարը պարզաբանի, 2-3 օր հետո Փաշինյանը ասաց, որ մենք շարունակում ենք մնալ այն տեսակետի, որ մոդուլային ատոմակայանները Հայաստանի համար ավելի ճիշտ են եւ դա իրոք մոդուլային ատոմակայանները Հայաստանի տարածաշրջանի տրամաբանության մեջ վտանգների անվտանգության համակարգի միանշանակ ավելի ճիշտ են, որովհետեւ դուք գիտեք տարիներ շարունակ, եթե մենք սպառնում էինք, հիշում եք, չէ՞, այդ խոսակցությունները, եթե մենք սպառնում էինք, որ պետք է հարվածենք Ադրբեջանի նավթային օբյեկտներին, իրանք էլ միշտ սպառնում են, որ կհարվածեն ատոմակայանին, իհարկե, դա թույլ կետ է Հայաստանի համար այդպիսի հատկապես այդ սովետական եւ քանի որ հիմա տեխնոլոգիաները թույլ են տալիս, արդեն լուրջ աշխատանք է տարվում։ Բնականաբար Հայաստանը, բայց Արարատ Միրզոյանը այդ հանդիպման ժամանակ ասել էր, որ Ռոսատոմը հիմա սանկցիաների տակ է եւ այն տրամաբանությամբ, որ Ռոսատոմը դուրս կգա սանկցիաներից, ամեն դեպքում մենք մեր ծանոթ համակարգով կհամագործակցենք, կկառուցենք, դա ակնարկել էր ռուսների հետ։ Եվ ճիշտ է, մի քանի օր հետո Փաշինյանը, քանի որ դա բացվեց դուրս եկավ, ինքը նորից արձագանքեց, որ ինքը մնում է այդ կարծիքին, ես հուսով եմ, որ դա ուրեմն, այսինքն միևնույնն է, դա մնում է քաղաքական լուրջ խաղարկման, շահարկման առարկա եւ ես շատ կուզենամ, որ կոնկրետանա։ Եթե, այսինքն այդ աշխատանքի արդյունքում Ռուբիոն գալիս է եւ ստորագրվում է նաեւ ատոմակայանը, դա լրջագույն ձեռքբերում կլինի։ Իդեպ ասեմ ձեզ, եթե հստակ ստորագրվի արդեն ատոմակայանը։ Վստահ եմ լրջագույն պատասխան կգա նաեւ Ռուսաստանից այդ հարցում, որտեղ գիտեք ինչ կա։ Չգիտեմ ինչու իրանց համար դա այդքան կարեւոր է։ Շատ կարեւոր չէ, իրանք կորցնում, որովհետեւ դա ամբողջ, եթե կառուցվածքը դրանից ստրկացման միջոց է, տեսեք, գազով են սպառնում, նոր էլի Պեսկովը, չէ՞, սպառնած գազով, ասեց, որ գինը յատամալ չի լինի։ Բայց տեսեք, ստեղ մի նյուանս, մենք հիմա եվրոպացու չափ վճարում ենք, ինչու գիտեք, որովհետև ռուսների պատճառով կոռուպցիա, իրանք մեզ սահմանին
ոչ Հայաստանի, վաճառում են $170 կարգի, բայց քանի որ այդ ամբողջ համակարգը Գազպրոմի ձեռքում է, այդ ինչ որ ծախսեր են գրում, ինչ որ բաներ են անում, ինչ որ բարձր գալիս է հասնում է եւ մեր բաժանորդը վճարում է հայ քաղաքացին վճարում է $400, ինչքան որ եվրոպացին եւ մի բան էլ գուցե ավել, Եվրոպայում տեղերը ավելի էժան է, կոպիտ ասած։ Դրա համար սա էլ է բավականին այսպես է վիճելի։ Ասեմ, քանի չեմ մոռացել, ուրեմն դուք մտածում եք, որ Գազպրոմը այդպես հրեշտակային մաքուր աշխատող կառույց է, կոռուպցիա չկա։ Իհարկե ոչ։ Ռուսաստանի կապված ինչ կարող է։ Փաշինյանը ասաց, որ մենք պայմանագիր ունենք, որ այդ գինը չպիտի խախտվի։ Ռուսաստանը երբ է պայմանագիր հաշվի առել, որ չէ, այսինքն ծիծաղալու բան է։ Պայմանագիրը հետ կապված մի հետաքրքիր բան։ Հիմա տեսեք, նախ ֆիքսենք, որ Ռուբիոյի այցի համար մենք այստեղ հետաքրքրական ինտրիգ կա արդեն ինձ համար, ինչ է ստորագրվելու։ Ինչի դիմաց է համաձայնվել գալ Ռուբիոն, որովհետև ելեմ ասում Միրզոյանը ասաց մենք երկար ժամանակ աշխատում ենք այս այցի, սա կարևոր հայտարարություն է եւ հետեւաբար սպասումներն արդեն իմ մոտ ձևավորվում են համապատասխան այդ հայտարարության, հասկանանք թե իսկ որովհետև Միացյալ Նահանգները բանակցել են մինչեւ համաձայնվել փոկելու process է, չէ գնում Ռուսաստանից։ Բարձր պայքարա գնում, չէ, նրանք փորձում են շանտաժով ասել չես կարա գնաս, սրանք փորձում են այսպես ասում զորով ձգելով տանել ինչ որ բաներ տալ։ Բայց տեսեք մի հետաքրքիր բան, ռուսները չասեցին, որ իրանք գազը կգտրեն։ Ուշադրություն դարձրեք։ Սա այն է, ինչ որ մենք ասում ենք։ Իրանք չասեցին, մենք գիտեք ինչ կա ձեր, ասեցին միջազգային գներով։ Հա, բայց այդ հիմա այդպես են ասում, վաղը իրավիճակը փոխվեց, կարող է լրիվ կտրել։ Տեսեք, ուրեմն հենց այդ է, խնդիրը հենց այդ է, որ իրանք եթե կտրեն գազը եւ Հայաստանը կարա արագ ալտերնատիվ գտնի եւ կարա իրոք նույն Թուրքմենստանի տարբերակը քննարկում էր կամ հեղուկ գազ բերվի, այսինքն կօգնեն։ Դրանից հետո ինքը շուկա էլ չի կարա մտնի։ Պայմանագիրը կնքես, միջի խողովակը դնես, ժողովուրդը արդեն խողովակ չէ, խողովակ չէ, swap տարբերակով մենք Իրանի հետ ունենք խողովակ։ Թուրքմենստանից մենք վճարում ենք Թուրքմենստանին, Թուրքմենստանը տալիս է Իրանին, մենք չենք վճարում Իրանի, որը սանկցիայի տակ է, մենք վճարում ենք Թուրքմենստանին։ Թուրքմենստանը տալիս է Իրանին, իրանական գազը մեզ որպես թուրքմենական գազ է մատուցվում։ Այս թեման բավականին քննարկվող է։ Երկրորդ մասում շարունակ։ Այո, հիմա գովազդ վերադառնանք ու շարունակենք զրույցը Արմեն Չիբուրչյանին։ Խորհրդային Հայաստանի ամենաաղրկահարույց կողոպուտը, հանդգնություն, որը խեղեց ճակատագրեր, հարցեր, որոնք մնացին անպատասխան, անձրևանոց, ֆիլմ իրական պատմության մասին, հետապնդում, գաղտնիքներ, ֆիլմի ցուցադրությունը AGBU դահլիճում, տոմսերը ամրագրելու համար այցելեք armticket.com կայք։ Ֆիլմի ցուցադրման հովանավոր Vivaldi Catering։ Շարունակում ենք տոնական ծրագիրը եւ զրույցը վերլուծաբան Արմեն Չիբուրչյանի հետ։ Արմեն, մի փոքր տեղ թողնենք անպայման Իրանի հետ հարցից խոսենք, բայց այս թեման ավարտելուց հետո։ Այո, շատ կարևոր է, մենք մոռանում ենք, որ մենք 90-ականներին Թուրքմենստանից ենք գա, մինչև այս Գազպրոմի մտնելը մոնոպոլիստ դառնալը, մենք թուրքմենական գազել ենք սպառում 90-ականներին։ Այսինքն իսկ այդ խողովակաշարը որտեղից էր գալիս Թուրքմենստանից։ Տեսեք, ես վստահ չեմ կոնկրետ խողովակաշարը որտեղից էր գալիս թուրքմենական գազը, բայց գուցե եւ այդ Իրանի տարբերակով ա եղել, ես չեմ կարող հիմա ասել այդ լոգիստիկան ոնց է կազմված եղել այն ժամանակ։ Բայց առանց Ռուսաստանի միջամտության։ Չեմ կարող ասել, այս հիմա հստակ կոնկրետ չեմ կարող ասել, բայց ես հիշում եմ, որ 90-ականներին մենք թուրքմենական գազ էինք սպառել։ Պետք է գազային մասնագետի հարցնել ոնց ա եղել այդ, բայց հիմա կոնկրետ ես ունեմ տեղեկություն, դեռ մի տարի առաջ ունեի տեղեկություն, որ Իրանի հետ այդ տարբերակը հնարավոր անել, այսինքն ուրեմն Թուրքմենստանը գազա տալիս, այսինքն Թուրքմենստանը այդ քանակությամբ Իրանի հետ իրանք ունեն գազա տալիս է Իրանին, Իրանը այդ ծավալի գազը վերցնում է, նույն ծավալի գազ տալիս է մեզ, մենք ոչ թե վճարում ենք Իրանին, որին չենք կարող վճարել սանկցիաների պատճառով, մենք վճարում ենք Թուրքմենստան, դա կոչվում է swap տարբերակ, հա։ Դրա համար այդ տարբերակը պետք է, այսինքն եւ ընդ որում ես ներկայացրել եմ, որ մերոնք այնպեսի գին են ասել, որ բանակցությունները սառեցվել է, կարծես թե շատ ցածր գին են մերոնք առաջարկե, չգիտեմ ինչ պատճառով։ Մի խոսքով համենայն դեպս վերջի վարիանտ գիտեք ինչ ասենք բոլոր եվրոպական երկրներն էլ տեսակիչ ցավոտ բայց ազատվեցին ռուսական գազից, հա։ Հաստատ կարելի է։ Տարիներ տևեց Արմեն։ Չէ, տարիներ չտևեց, ընթացքում շատ արագ իրանք վերափոխվեցին։
տարիներ տևեց որոշ երկրներ իրանց ցանկությամբ չեն ուզում, ասում են, տեսեք, բանից հետո ներխուժումից հետո սկսվեց։ Այո, ես 3.5 տարի ա որ ներխուժել ճիշտ եք ասում, բայց որոշ երկրներ արագ հրաժարվեցին, այն երկրները, որոնք ասեցին, գիտեք ինչ կա, օրինակ Հունգարիան, չգիտեմ, այդտեղ Սլովակիան, այդ երկրները իրենք ասում են, այո, այնտեղ արդեն գնի հարցներ, որոնք իրենք ասում են, մեզ sense ավելի ձեռնտու է, եւ այլ այսպես շարունակ, իրանք չեն վախենում մի բանից, Ռուսաստանից կախվածությունից, որտեղ գիտեք, հիմա բանի պարագայում տեսնենք արդեն այնտեղ ուրիշ խնդիր առաջանալու նոր վարչապետի պարագայում համեն դեպքում հնարավոր է դա անել, բայց միևնույն ժամանակ ոչ մեկ չի ասում որ հեշտ է լինելու, ոչ մեկ չի ասում որ ասենք այդպես ուրախ անցնելու, հա ես վստահ եմ որ ռուսները չեն կարող կտրել գազը, իրանք ուղղակի թանկ գնով կվաճառեն, որովհետև իրանց էլ ձեռնտու չի։ Վրաստանի հետ տեսակ ինչ խելոք հիմա առևտուր են անում եւ Վրաստանը եվրոպական տնտեսական գոտու անդամ է, բայց ավելի շատ գինի է ծախում Վրաստանը, Ռուսաստան, քան Հայաստանը։ Հետևաբար իրենք շատ լավ հասկանում են, իրենք թուլացող երկիր են, եթե իրենք գնան տոտալ կոնֆրոնտացիա, իրենք ընդհանրապես հետագա փշուրներն է կկորցնեն, այսինքն ընդհանրապես դուրս կմղվեն զրոյական, ասենք մինուսով դուրս կմղվեն։ Իրենք շատ լավ հասկանում են, որ իրենց դա ձեռնտու չի։ Իրենք անգամ եթե Հայաստանի հիմա բոլոր կազմակերպություններից դուրս գա, մի փոքր խունջիկ կգան, հետո ստիպված են լինել նորից վերականգնել հարաբերությունները, հետո ստիպված են ասելու են եկեք, այսինքն փորձելու են էլի այդ գազի գնի վրա շանտաժ անել, ուզում եք էժանացնենք այս արայք, հա, եւ այլ այսպես շարունակ։ Դրա համար այդ իրանց այն ասում վերջի զենքերն է, որոնք իրանք փորձել են միջև վերջ օգտագործել, այնպես չի որ մենք հիմա հրաժարվեցինք, ենթադրենք ԵԱՏՄ-ից, իրանք ասել են ուրեմն մենք սաղ փակելու ենք։ Շանտաժը կանեն, իրանց էլ ձեռնտու չի որ Հայաստանի արտադրողը արագ ուրիշ շուկաներ գտնի։ Նույն բանը եղավ Վրաստանում, իրանք հասկացան որ Վրաստանը չպարկեց, չմեռավ տնտեսապես, չկործանվեց, հասկացան, որ Վրաստանը լրիվ կկորցնեն, դրա համար ասեցին լավ, բերեք ձեր գինները, վաճառեք մեր շուկայում։ Իսկ նույն սխեման լինելու է այստեղ, ես վստահ եմ։ Հիմա մեկ էլ արագ մի բանի հետ կապված ասեմ, ուրեմն թրիփի հետ կապված, տեսեք, շատ կարևոր մի բան է, հիմա ուրեմն որոշ բալաբոլներ մեկնաբանում են, թե իբր այ եթե օրինակ Ռուսաստանը իբր ձևական մեկ-մեկ հայտարարություն ան, որ թրիփից իրանք դեմ չեն, բայց այսպես պետքա մենք է մասնակցություն ունենանք եւ այլն, իրականում հետեւյալն է, երբ որ ռուսները նույն բանը ասում են անդիմությունը, Քոչարյանը ասեց, այսօր բա թե իբր մենք երկու մի կետ կավելացնենք երաշխավորների հետ կապած, այսինքն թրիփի մեջ ուզում են բերեն մտցնեն Ռուսաստանը, Չինաստանը կոպիտ ասած, հա, ակնհայտորեն դա ուզում են։ Դա նշանակում է ուղղակի ամերիկացիներին դուրս մղել թրիփը ոչնչացնել, որովհետեւ այդ բարձր այդ իրանք հիմա ամերիկացիների հետ խնդիր ունեն Ուկրաինայի մասով։ Իրանք չեն ուզում Թրամփի դեմ տենց կոպիտ գնան հիմա, չեն ուզում կոպիտ հակամարտության մեջ մտնեն Կովկասում Թրամփի հետ։ Իրանք փորձում են Հայաստանի իշխանություններին ճնշել կամ իրանք իրենց ձեռով չեն ուզում անեն դա։ Իրանք ուզում են Հայաստանին դիմության ձեռով, Հայաստանի իշխանությունների ձեռով Թրամփին դուրս մղեն թրիփից։ Այսինքն երբ որ դու ավելացնում ես Ռուսաստանով Չինաստան, այնտեղ Թրամփը անելիք չունի, բարձր չէ։ Ինքը հասկանում է, որ ինքը չի կարող անալ այդ ճանապարհը վերահսկի։ Բայց այդ մի հետարքիր բան եմ ուզում ասել։ 22 է, որ հիմա ուզում են երաշխավոր բերել։ Ուրեմն Ռուսաստանը Հայաստանի երաշխավորն էր, զորքեր կան, զորքամի չի հիմա կանգնած Հայաստանում։ Զորք։ Թրամփը չունի զորք Հայաստանում։ 22 թվականին, երբ որ Ադրբեջանը հարձակվում էր, Չինաստանը նստած նայում էր, Իրանը նստած նայում էր, Ռուսաստանը նստած նայում էր, Ռուսաստանի աչքի առաջ արցախցիներին հանեցին, դուրս մղեցին, ջերմուկ մտան, ոչ մեկ ձեն չանեց, ընդ ասին սահմանը չենք ճանաչում։ Ինչ երաշխավորի մասին է խոսքը։ Զորքը կանգնած Հայաստանում, ասում է, չգիտենք ձեր սահմանը որտեղ է։ Հասկանում եք, բաթո գային, բաթո երաշխավորներ կանգնեին, ամերիկացիներ չէին գա։ Ասեք Չինաստանը, Իրանը եւ Ռուսաստանը պինդ ձեռքը խփեցին, Ադրբեջանին զգուշացրեցին, ճանապարհը վերցրեցին, ամեն մեկին փայը իրա վերցրեց, ոնց որ առաջարկում են այսօր ընդդիմադիր կոչվածները ռուսամետ, հա։ Բաթող լիներ, բախ ինչ չեղավ, բան չի սպասեցին Թրամփը գալ։ Թրամփը եկել է արդեն երաշխավորում, Թրամփը եկավ, եվրոպական դիտորդները եկան, ասենք կրակը դադարեց, հա, սահմանները այսպես խաղաղվեցին, այս պահի դրությամբ, ասենք, մարդիկ չեն զոհվում, դա եվրոպական դիտորդների եւ Միացյալ Նահանգների շնորհիվ է, սկզբից Բայդենի ադմինիստրացիայի, հիմա Թրամփի ադմինիստրացիայի շնորհիվ է։ Բա ոնց է այդպես ստացվում։ Ինչ երաշխավոր եք ուզում բերեկել, եթե երաշխավորները կային ու չեն արել այդ երաշխավորությունը։ Արմեն, դրա բոլորս գիտենք Ռուսաստանի հարցով այդտեղ կասկած չունենք։ Չէ, ես ուղղակի իրանց թեզն եմ ասում, իրենք հիմա ասում են, մենք պետք է երաշխավորներ բերենք։ Այդ երաշխավորները կային։ Բայց չէր Ադրբեջանը հարձակվում։ Հասկանալի է, դա այդ մասի հետ խնդիր չունենք։ Մենք շատ քիչ ժամանակ է մնացել,
Տարածորեն երևի 1 րոպեից էլ պակաս Իրանի հարցում որևէ առաջընթաց կա թե այս տեսեք, բլա 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 շատ հետաքրքիր զարգացումներ ա տեղի ունենում։ Հիմա խոսում են, որ իբր կարող է Ամերիկան համաձայնվի, որ ինչ որ ժամանակ 30-ից 60 օր ժամանակահատված ոնց որ փորձաշրջան դրվի, որ այդ պայմանագիրը սկսի իրականացվել։ Թրամփը գրառում է կատարել, ընդ որում շատ հետաքրքիր գրառում է կատարել, որտեղ այս պայմանագրի պայմանա, որպեսզի Ամերիկան համաձայնվի այդ պայմանագրին, պարտադրում է, որպեսզի արաբական երկրները դառնան Աբրահամյան ակորդի անդամներ։ Դե հենց այդ է, եւ ինքը ասեց կամ կլինի լավ գործարք, կամ չի լինի ոչ մի գործարք, հա։ Տեսեք, ես միևնույնն է համարում եմ, որ հարցը չի լուծվելու այսպես դժվար է։ Եթե անգամ հիմա դադար վերցվի, մեկ Իրանը չի կատարելու այն ինչ որ հիմա ստորագրելու է, ես վստահ եմ, որ իրանք չեն գնալու դրան, իրանք ժամանակ են շահելու, փորձելու են զինվել, փորձելու են ուրեմն բացել, այո, փորձելու են փող բերել այդ ընթացքում։ Դրա համար ես մի քիչ կասկածներ ունեմ, իսկ Թրամփը կարող է գնալ դրան մի պատճառով, որովհետեւ հիմա ֆուտբոլի աշխարհի առաջնությունն է սկսում Միացյալ Նահանգներում 30-40 օր է տևելու, չէ, 40 օր է մոտ տևելու։ Ենթադրում հենց այդ ժամանակահատվածն է, որտեղ այդ ամենը կանցնի կվերջանա, եւ դրանից հետո մենք կարող ենք նոր զարգալ, եթե անգամ հիմա գնան, չնայած նույնիսկ ասում հավանաբար նաեւ ռազմական։ Հենց հիմա ես ինքս դեռևս ես չունեմ, հələ որ չեմ տեսնում, որ ինչ որ բան, որտեվ Իրանից լրիվ հակասական հայտարարություններ են գալիս։ Ինձ թվում է, որ Իրանը իսկապես հասկացավ այդ Հերմուսի իր նեղուցի արժեքը, էլ դրանից հետ չի կանգնի։ Վերջի միակ զենքն է հիմա ինքը որ եւ դա հասկացա թե ինչ արժեք ունի դա։ Այո, շանտաժը կարող է։ Ամբողջ աշխարհն էլ հասկացավ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Այսօրվա համար այս կանը կհանդիպենք 3 շաբթից տեսություն։ Հաջողություն։